Գիտեք ինչ ակնկալիքներ, ինչ պիտի ակնկալիքներ ունենանք։ Ակնհայտ է, որ բոլոր իրապահ համակարգը իշխանությունների վերահսկողության տակ են եւ անկախ որոշումներ շատ քիչ մարդիկ կան եւ շատ քիչ, չգիտեմ, իրապահ համակարգում շատ քիչ անձնավորություններ կան, նույն դատական համակարգում են, որոնք պատրաստ են անկախ եւ անաչառ որոշումներ կայացնելու։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք եւ այս ակցիան էլ դրա առհավատչանա, որ մեր հասարակության տարբեր շերտերից պետք է միավորվեն այն մարդիկ, որոնք որ այս ընթացքում տարբեր, չգիտեմ, ծառերի հետևներին, չգիտեմ, ինչ որ տես թփերի հետևին խոսում են անարդարությունից եւ այլ, բայց պահը գալիս է եւ իր մասնակցությունը եւ իր բողոքի ձայնը պետք է բարձրացնի։ Սա լավագույն շանսն է, լավագույն ձևն է, որպեսզի այն մարդիկ, որոնք մինչև հիմա բողոքում են, տներում իրենց, չգիտեմ, խոհանոցներում բողոքում են եւ ասում են, բա ինչ պետք է ժողովրդական ճնշումը լինի եւ պետք է հասկանա այս իշխանությունը, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան, ինքը չի որոշելու, որ ով պետք է նստի, ով չպետք է նստի, դա իր ապա համակարգ պետք է անկախ եւ ազատ գործի, որը որ չկա Հայաստանի Հանրապետությունում։ Գործում է մեկ անձի բռնապետական ռեժիմի ուրեմն ցուցումով SMS հաղորդագրություններով կեղծ շինծու կարված քրեական գործեր։ Դուք հիշում եք, որ երբ որ Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցներին ձերբակալեցին, ապակալանավորեցին, այդ ժամանակ արդեն իսկ այլ խոսակցություններ, որ ձեր եւ Իշխան Սաղաթելյանի մասով ևս պետք է իրավական գործընթաց տեղ ունենան, ցուցվածում էր, որ սեպտեմբերին դատախազը պետք է մտնի խորհրդարան անձեռնությունների ձեռքերով ահանջով։ Ձեզ հարցաքննել են այս գործի շրջանակներում ընդհանրապես եղել է նման բան, թե չի եղել։ Հարցաքննվել է, բայց այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Այդ գործի շրջանակներում հարցաքննել են։ Այո, հարցաքննվել եմ այլ վկայի կարգավիճակում, այլ մանրամասներ այս բանը չեմ կարող հայտնել։ Եվ նաև իշխանությունն ասում է Հայաստանում քաղաքապետարյաններ չկա, երբ որ խոսում է, ասում են, որ քաղաքական հայացքների համար չէ, որ մարդիկ կալանավորված են, մեկ օրինակ խուլիգանության, հայոյանքի, մյուսը ասում է կա օրինական դատարանի միջոցով ձեռքբերված ձայնագրություն, օրինակ խոսքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, ասում են ինչ թողենք, որ կաշառք վերցնեն։ Տեսեք, հստակ օրինակներ կան, չէ՞։ Եթե իշխանական համայնքապետը բեղադրվում է քրեական գործով, ինչ քրեական գործով, այդ մարդուն անգամ խափանման միջոցի փոփոխություն չի լինում, էլի։ Լավագույն դեպքում չբացակայելու արդյունք։ Իսկ դիմադիր գործիչների պարագայում անմիջապես այդ մարդկանց ձերբակալում են, մասկի շոուներ են կազմակերպում եւ այլ։ Ինչ վերաբերվում է ազատ խոսքին, գիտեք ինչ, Հայաստանում արդեն մարդը ազատ խոսելու համար պետք է նոր քրեականացնեն ազատ խոսքը եւ խոսալու համար մարդկանց ազատ խոսքը եւ ընդդիմադիր լինելը քրեականացնեն։ Տեսեք, նույն իշխող կուսակցության տարբեր падգամավորներ ինչ բառապաշար են օգտագործում։ Իրենց թիմի անդամներ, իրենց աջակիցներ, ինչ ես կարող եմ տասնյակ օրինակներ դնել, թե ոնց են ասում, որ ուղիղ պետք է գյուլենք այդ մարդկանց։ Իրենք ուղիղ եթերում իրենց աջակիցները, որ գնում են տարբեր եկեղեցիներ ծխծում, այդ մարդիկ ուղիղ եթերում բռնության կոչ են անում, բռնության կոչ են անում արցախցիների նկատմամբ։ Մինչ ուրեմն ներազգային պարակտում են մտցնում մեր հանրության դաշտում։ Աչքի են ընկնում իրենց լեզու կտրել, ականջ կտրել, վիզ կտրել, էլ ինչ ասես, հայհոյանքը առաջացել է իրենց բառապաշարն է։ 18 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքականության մեջ նոր մշակույթ է առաջացել հայհոյանքի եւ այդ հայհոյանքի, այսպես ասած, սկիզբը եւ պատճառն ու մեղավոր իրենք են, որովհետեւ իրենք կարծում են, որ կարան մարդկանց վիրավորեն, ինչ ասեն, եթե մարդը հակադարձում է դրան, ուրեմն պետք է անպայման ԱԱՑ դիմակավորված անձիկ տանեն ու այդ մարդուն, չգիտեմ, խոշտանգեն կամ չգիտեմ ինչ անեն, բռնություն գործադրեն այդ մարդու նկատմամբ։ Որտեղ է արդարադատությունը։ Որտեղ է միջազգային հանրությունը, որ կոկորտը ճղում էր, ասում էր, վայ, գիտեք ինչ կա 18 թվականից առաջ, այս կամ այն երևույթների նկատմամբ իր գնահատականները հնչեցնում էր։ Որտեղ է, չգիտեմ, ման են գալի, որ գտնեք։ Ամսի 26-ին լսումներ ա լինելու քաղաքապետարյանների հետ կապված հրավեր են ուղարկել։ Թող գան ասեն որտեղ են։ Թող գան ասեն
Արդյոք իրենք խոսք չունեն ասելու։ Արդյոք իրենք հաշտ են իրականության հետ Հայաստանում 40-ից ավել քաղբանտարկյալ կա եւ յուրաքանչյուր վարքյան եւ յուրաքանչյուր րոպե այդ մարդկանց թիվը ավելանում է։ Ասում են քաղբանտարկյալ չեն։ Քաղբանտարկյալ չեն, ի՞նչ են։ Դե դու էլ ասած չկա, հետո ինչ։ Հա, բայց ոնց կա չէ։ Սամվել Կարապետյանը ազգային բարերար քաղբանտարկյալ է, թե քաղբանտարկյալ չի։ Սրբազան հայրերը քաղբանտարկյալ է, թե քաղբանտարկյալ չէ։ Դատախազությունը, այս նույն դատախազությունը Միքայել Սրբազանի գործով ճանաչել է, որ դա հանցակազմի բացակայություն կա։ Բայց ազգակործան պատուհաս Նիկոլ Անհողի ասելուց հետո քրեական գործը ավելացել է, թե չի ավելացել։ Դրանից առաջ այս կառույցը չէր ասում հանցակազմի բացակայություն կա։ Հենց ասեցին հացը պատվալները կլտենք, հենց այս օրեն ասեցին, մի անգամից հիշեցին, որ Միքայել Սրբազանը կարող է գիտեք բան է, էլի սենց այդ մի բառից հետո պիտի հիշեցին, որ քրեական գործ կա, չէ։ Իհարկե կապում եմ, իհարկե հարգելիս։ Իհարկե, այս ամբողջ գործընթացը կատարվում է Հայաստանում ազատ խոսքը լրացնելու։ Այն մարդիկ, որ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ մարդկանց չթողնելու, որ մտնեն պայքարի մեջ։ Կրկնում եմ, նույն Սամվել Կարապետյանի օրինակով, նույն մնացած մարդկանց օրինակով, այդ օրինակները արդեն հասել են լրատվությանը, ասում Հայաստանում ասում դեմոկրատիա, ժողովրդավարություն է։ Վազգենին Նարեկին բռնել ժողովրդավարություն, հա։ Դա է ժողովրդավարության ցուցիչը։ Առավոտի մամուլի շենքից առավոտին հանելն է ժողովրդավարության ցուցիչը։ Լրատվամիջոցներ փակելն է ժողովրդավարության ցուցիչը։ Ընտրված քաղաքապետին, համայնքի ղեկավարներին, որ ընտրվել են, այդքանից հետո իրանց կեղծիքներից հետո այդ մարդիկ ընտրվում են համայնքի ղեկավար, անմիջապես հաջորդ վարքյանից ուրեմն ժուչոկներով, կեղծ քրեական գործերով բանով Հայաստանը դարել է ժուչոկապետություն, հասկանում եք, ժուչոկապետություն։ Իրանք լավ մոնտաժնիկներ են, այդ մարդիկ ձայնագրություններ են վերցնում, այդ ձայնագրությունները կեղծում, ապացուցված է, որ սրբազան պայքարի գործով էլ, այդ ապացույցները կեղծված են, նման բան չի եղել, սրբազանին էլ մեղսագրվող արարքների մեջ, որ ասում են սրբազանը իբր ասելա մարդկանց գյուլելու, չկա նման բան, սուտ է եւ սրբազանն էլ է ինքը պահանջել, որ ուրեմն քննչական կոմիտեի ղեկավարը կամ հերքի, կամ էլ ապացույցի, նման որևէ ապացույց չկա։ Այսինքն գործ ունենք մի իշխանության հետ, որը շատ սենց իր ամբողջ ուժը, իր ամբողջ եռանդը, իր ամբողջ սենց թայֆան օգտագործում է մարդկանց ապօրինի անազատության մեջ պահելու։ Կրկնում եմ, այս բոլոր գործերը վաղը մյուս օր հաստատ իր իշխանափոխությունից հետո ֆրալու են իրենց դեմ։ Այն մարդիկ, որոնք որ կեղծել են այս ամեն ինչը, այն մարդիկ, որոնք որ մասնակցություն են ունեցել այս կեղծիքին, իրենք ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղ թե ուշ ես համոզված եմ, որ շատ մինչև իր որ ասում է գագաթնակետը 26 թիվնա գնալու է, բայց բոլոր են մարդիկ, որ մեղավոր են, կրելու են հաստատ պատասխանատվություն են կրելու։ Եվ պետք չի իրենց դնել այդ բանի մեջ եւ իրենք էլ վաղը մյուսօր խնդիրներ ու խնդիրներ ունեն։